Այո, միանշանակ, այո, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տեր է կանգնելու խաղաղությանը, ազատությանը եւ ժողովրդավարությանը։ Եթե ԿՊԱ-ականները պնդում են, որ ընտրություններում իրենց պարտության դեպքում Հայաստանում աղետաբեր պատերազմ է լինելու, գուցե մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, սահմանեն, որ Հայաստանում հավերժ պետք է իշխի ԿՊ-ն, որ հարատևի խաղաղությունը։ Լրագրողի հարցը վերաձևակերպում են ԿՊԱ-ականները։ Ես կառաջարկեի ձեր առաջարկը վերափոխեիք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը մնա հավերժ իշխանության, այլ իշխանության չգան այն ուժերը, կարելի է օրենքով ամրագրել, չէ՞, առաջարկ արեք այդ ուժերին։ Այն ուժերը, որոնք ուզում են խաղաղությունը տորպեդահարեն, որոնք ուզում են արդեն կայացված որոշումներն ու կնքված պայմանագրերը ռևիզիայի ենթարկեն, որոնք ուզում են մեկ կենտրոնից կախվածություն ունենան, որոնք ուզում են հավերժ միայն իրենց սիրելի կայսրությանը հպատակության երթում տան, այդ ուժերին կարելի է օրենքով արգելել մասնակցել ընտրություններին, բայց բնականաբար սա հեգնանքա ձեր հարցին։ Իրենց սիրելի կայսրություն, հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքներ։ Ինչ անուն ասես չեն մտածում ԿՊԱ-ականները, միայն թե չարտաբերեն Ռուսաստան բառը։ Երկրի անունը չտալը ո՞րն է, այս Հարի Փոթերը չի, որտեղ Վոլդեմորտի անունը չեն տալիս։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանն առաջարկում է ԿՊԱ-ականներին ուղիղ նայել Պուտինի աչքերի մեջ ու ասել, որ նա է հիբրիդային պատերազմ սկսել Հայաստանում։ Ծիծաղելի է անվանում նա այն, որ անգամ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունն է խուսափում Ռուսաստանի անունը տալուց, բայց հայտարարում է, թե ինչ որ երկրում ճնշում են հայ ազգի գործարարներին, որպեսզի նրանք աջակցեն ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի։ Քրիստինե Վարդանյանի կարծիքով ինքնիշխանության, ինքնուրույնության մասին ճառեր սիրող ԿՊԱ-ականները պետք է քաջ լինեն ու ասեն, որ այդ երկիրը Ռուսաստանն է։ Մի վախեցեք, այդքան սարսափելի չի, Ռուսաստան, ասեք, Ռուսաստան, եթե սպառնալիք այդտեղից կա, չէ, ինչու չեն տալիս, թողնելով իրենց մանևրելու հնարավորություն, կրկնում եմ, որ գնան Բրյուսել, աջակցություն փորձեն ստանալ, մատնանշելով, որ սպառնալիք կա Ռուսաստանից, գնան Ռուսաստան, աջակցություն փորձեն ստանալ, ասելով, որ չէ, այն հայտարարությունները, որ անում ենք, դա ձեր դեմ ուղղված չի։ Այսինքն տեսնում ենք, որ որևէ հարցում սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն չկա սկզբունքայնություն, չկա հետևողականություն, կա խաբել, միայն խաբել։ Աչ ու ձախ խաբելու պատճառով էլ ըստ ընդդիմության ԿՊ-ն վերարտադրվելու որևէ շանս չունի։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր վստահեցրել է, որ իրենց անցկացրած հարցումներով առաջիկա ընտրություններում հավաքական ընդդիմություն ավելի շատ քվեներ է ստանալու, քան Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիրը։ Ի տարբերություն իշխանական դաշտի, որտեղ կա մեկ ուժ եւ որևէ այլ ուժ չի հաղթարում շեմը, ընդդիմադիր դաշտը, սիրելի քաղաքացիներ, ձեզ ընձեռնում է ըստ ձեր ճաշակի, ըստ ձեր համոզումի քվեարկելու հնարավորություն, ընդդիմադիր դաշտը մեկ ուժից բաղկացած չէ, ընդդիմադիր դաշտը բազմազան է եւ դրանով կարող է մոբիլիզացնել տարբեր շերտեր, այնպես որ սիրելի քաղաքացիներ, ազատ եք ընտրել այն ուժին, ով ձեզ դուր է գալիս։ Վարդանյանը պնդում է, Քոչարյանի գլխավորած դաշինքը պատկառելի քվեներ է ստանալու։ Չնայած երկրորդ նախագահի վարչապետի թեկնածու դառնալը լուրջ անհանգստություն է առաջացրել ոչ միայն իշխանական շրջանակներում, այլև որոշ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի մոտ։ Եթե կան ուժեր, ում համար դաշտում լինելու մնալու համար թիրախ պիտի լինեն ընդդիմադիրները, երևի կան այդպիսիները, մեր համար ընդդիմադիրները թիրախ չեն, մենք կարծում ենք դա ուժերի վատնում է այդ ուղղությամբ որևէ ջանք դնելը, կենտրոնացած ենք բացառապես իշխող ուժի վերարտադրությունը կանխելուն։ Եթե ընդդիմադիր ուժերի նպատակը Փաշինյանի իշխանազրկումն է, Վարդանյանը խորհուրդ է տալիս էներգիա եւ ռեսուրս չծախսել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը թիրախավորելու վրա։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։